Բարդ ժողովուրդ ջան։ Սիրելիների եթերում է ամենաարագ բարգավաճող հաղորդումը News Hub-ը։ Ինչպես տեսնում եք, մեր խոսքը գործ է, իսկ մեր գործերը ահագին լավ են։ Միանգամից հազար ներողություն, իմ մոտ էլ մի փոքր հարբուխ է բարգավաճում։ Եվ այսպես Վարդան Օսկանյանը դիմում ներկայացրեց Բարգավաճ Հայաստան կուսակցությանը անդամակցելու համար։ Սոցիալական ցանցերը ահագին ժամանակ բացառապես դրա մասին էին խոսում։ Մարդկանց տանջում էին տարբեր հարցեր։ Արդյոք News Hub-ը ԲՀԿ-ին էլ չի քննադատի։ Ինչպես Օսկանյանը կարող է լինի ԲՀԿ-ի ցուցակի երկրորդը առանց արմրեսլինգի վարպետ լինելու, ինչի հենց Սուրբ Վալենտինի օրը նա որոշեց սերխոստող անել ԲՀԿ-ին եւ արդյոք News Hub-ը էլ ԲՀԿ-ին չի քննադատի։ Ամենահանգիստ մոտեցումը այս հարցին ցուցաբերեց ՀՀԿ-ն։ Ով ինչպես ուր կանդամակցի եւ ինչպես եւ ինչ ուժի հետ կշարունակի իր քաղաքական գործունեությունը։ Դա հանրապետականի խնդիրը չէ, հանրապետականը շատ հանգիստ է վերաբերում նման խնդիրներին։ ՀԱԿ-ի անունից խոսեց Արամ Մանուկյանը։ Ինքը դրանով ապացուցեց իր կախվածությունը Քոչարյանից եւ ոչ ազատ լինելը։ Ու միշտ սես դեպքերում միշտ լինում է մեկը, որ ասում է ես տենց էլ գիտեի, ես էլ թլը գիտեք երբանից գիտեի։ Օսկանյանի անդամակցությունը դա սպասված էր։ Ինչու է սպասված, որովհետեւ այդ մասին քիչ չի խոսվել եւ քիչ չի գրվել այդ մասին եւ դրան պետք է վերաբերվել հանդարտ, այսինքն դա տրամաբանական հանգուցալուծում էր իրադարձությունների զարգացման։ Այնքան շատ գրվեց, որ սա Ռոբերտ Քոչարյանի կազմակերպվածն է, որ մենք փորձեցինք անձամբ հենց երկրորդ նախագահին զանգել եւ ճշտել։ Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է. The party you're calling is currently not available. Լավ չես հասկանում, բաժանորդն անհասանելի է։ Լավ, հա, զբաղված մարդ է։ Կշարունակի արդյոք News Hub-ը քննադատել ԲՀԿ-ին, թե չէ։ Հիմա որ ասեմ չէ կհավատակ, սենց բաներ ինչքան լինեն, այնքան էլ կքննադատենք։ Հա, դա կեղծը մենք ենք։ Հասկանում եք։ Ես նկատում եմ Ես իմ տեսությունը ունեմ, թե ինչու պարոն Օսկանյանը որոշեց մտնել Բարգավաճ։ Հիշում եք Սուրբ Սարգսի տոնին անվճար աղաբլիկներ էին բաժանում Բարգավաճինք։ Կարող է հետը ինչ-որ բան էին խառնել։ Հիշում եք, որ մեր նախորդ քաղաքապետ Կարեն Կարապետյանը դե այն որ բան ուներ Mojo, չէ, Drive, հա, Drive, որ ինքը խոստացավ ազատել Աբովյանը էլիտար կրպակներից, հետո մեր ներկա քաղաքապետը happy end-ի հասցրեց այս ազատագրումը։ Այ Հայաստանում ոչինչ հենց այնց happy end-ով չի ավարտվում։ Ես մի դրոշ, որ իմ Ահա, ռազմայնասիրական երգեր, դրոշ, ոստիկանություն, մի րոպե, թողեք գուշակեմ, երևի կրպակատերերին նոր տեղ են տվել Թեղուտի անտառում, չէ, այդ հեռու կլներ, կենտրոնում, բայց այգու մեջ։ Բայց Եթե սա ֆունդամենտալ սարքվելուն էր, այս ծառերն էլ կկտրեին, մեզ ասել են ծառերին ձեռ չտակ։ Հա, սենց էկո բուտիկներ են ծառերի շուրջ, մտնում ես, համ կոստյում ես փորձում, համ թութ ես ուտում ծառից, Սկյուրիկ ջան, մի հատ ես կբռնես, ես հագնվեմ։ Կարճ ասած բնապահպանների ճշման տակ կրպակները Աբովյան փողոցի ասֆալտից տարան կանաչ գոտի այգու մեջտեղը դրեցին Մարգարյան Հիվանդանոցի մոտ։ Լավ, բա ինչ են անելու բնապահպանները։ Թող ասի մայր բնության վստահված անձը Հայաստանի Հանրապետությունում։ Մարիամ։ Ու մենք կանգնեցինք, ասենք ոչ մի բան չի աշխատելու, կենթանի պարիսպով թույլ չտվեցինք։ Հիմա շատ թեժ է իրավիճակը ստեղ, բայց մենք իրականում օրենքի տառն ենք պաշտպանում, մենք ատամներով պաշտպանում ենք ՀՀ օրենքը, որն է հանրային կանաչ գոտիում որևիցե կառուցապատում չպետք է լինի։ Այս մի շաբաթա հիվանդ չլնել ես էր ախր անպայման կգնայի։ Լավ չէ, չեմ կարող տենց ակնհայտ խաբեմ, ես վախենում եմ ցրտից, արդեն մի քանի օր է բնապահպանները չեն հեռանում, չնայած անտանելի ցուրտ է, շուրջօրյա հսկողություն են իրականացնում, հալալա, նախանձում եմ։
Իսկ հիմա դիտենք Հայլուրի ռեպորտաժը։ Գույքագրվել են թվով 101 հատ ծառ գույքագրված սխեմատիկ պատկերի վրա է անցկացվել եւ որևէ մի ծառի վնաս չի տրվել ու տվյալ տարածքում եւ խոչընդոտ բնապահպանական տեսակետից ես այստեղ չեմ տենում։ Որևէ մի հատում չի լինելու, որևէ մի կանաչ տարածք տրորված չէ։ Դե իհարկե, բացառությամբ այս ծառի քաղաքապետարանը պնդում է, որ կառույցը ժամանակավոր է լինելու, հեռացվելու է ինչ որ պահի։ Տեսնես ինչի մենք չենք հավատում մեր քաղաքապետարանին, հա? Ինչի մենք չենք հավատում։ Նորբե ոնց որ սկսում եմ հիշել։ Քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ սանմաքրման մայրաքաղաքային ձեռնարկությունների գերակշիռ մասը պատրաստ է եղանակային փոփոխություններին, ձեռք է բերվել 625 տոննա աղ, 1467 խորանարդ մետր ավազ, 274 միավոր մեքենա մեխանիզմ վերազինվել եւ պատրաստ է շահագործման։ Ահա, ուրեմն գրում եմ նոյեմբերի 7 Հայլուր ավականիները տեղյակ են, որ նոյեմբերին հետևելու է դեկտեմբերը, որը սովորաբար ենթադրում է ձյուն։ Ամեն ինչ պատրաստ է, գնված է տեխնիկա, աղ, ոչ միայն Սայաթ Նովա փողոցի համար։ Okay, դե փորձվեք այս անգամ Յան Ռայնիսի փողոցը չմաքրել։ Ինչ Յան Ռայնիս, մի շաբաթա Թումանյանի վրա կանգնելու տեղ չկա։ Քաղաքապետարան ջան, այդ տենց ոնց որ Բաղրամյանն եք մաքրել։ Այ հենց տենց պետք է մաքրեք բոլոր փողոցները։ Լավ, վերադառնանք ջերմադիմացկուն բնապահպաններին։ Ճանապարհը բացում եք ու ինքը պետք է իրազեկվի։ Դրա տակից դուրս ես գալու այսքան ծախսի, որ այս բետոնը փչանա։ Ես դուրս չեմ գալու։ Ով որ անօրինական օշարքում է։ Անօրինական չի սա, այսինքն մի րոպե։ Փաստային է, որ որևէ շնորհացում կատարան պետք է թուղթ լինի, չէ՞։ Որը պետք է կպցված լինի, որը չկա, չէ։ Քանի որ այս մեքենան գնում է այդ տանի, դուք որպես ոստիկանց օրենքի Մենք թույլ ենք տալիս։ Քանի ես ոստիկանը քաղաքապետարանի մնաց պարտականություններն էլ իր վրա չի վերցրել, գոնե մի հոգի քաղաքապետարանից կգա մի բան ասի։ Իցան համար այգու հանրային այգու տարածք է ոչնչացնում։ Հանրային այգու տարածք չի ոչնչացնում։ Սա հանրային այգու տարածք չի։ Հանրային այգու տարածք չի ոչնչացնում։ Չէ։ Ախր ինչքան դժվար են այս բնապահպանները հասկանում։ Այգի չի ոչնչացվում, պարզապես այգու շուրջ կառուցվում է կրպակ։ Այդքան բան ժողովուրդ։ Աժետաժ 2012-ի համար այսօր ունենք էքսկլյուզիվ կադր ապագայից 2012 թվականի սեպտեմբերից եւ ինչպես կտեսնենք ՀԱԿ-ը արդեն անցել ազգային ժողով ու Լևոն Զուրաբյանը ելույթ է ունենում ամբիոնից։ Ընդդիմադիրները այսօր մեկ շարքում էին տեղավորվել։ Իշխանությունները հովանավորում են տեղական հեղինակությանը վարչական ռեսուրսով եւ ընտրական հանձնաժողովներում կատարվող կեղծարարությամբ օգնում են ընտրվել մեծամասնական ընտրատարածքում, իսկ տեղական հեղինակությունը կամ օլիգարխը այդ ծառայության դիմաց ներդնում է ֆինանսական, ուժային եւ կրիմինալ ռեսուրսներ ընտրողներին կաշառելու եւ ահաբեկելու նպատակով։ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ցուցակով զինված էր եկել մեծամասնական ընտրակարգով ընտրված падգամավորների հիմնական մասը այդ ընտրատարածքներում չեն բնակվում։ Նրանք վաղուց Երևանի բնակիչներ են, հայտարարեց падգամավորը։ Okay, ապագա չէր, պարզապես հրավիրել էին պարոն Զուրաբյանին մեծամասնական ընտրակարգի վերացման մասին խոսելու։ Լիովին համաձայն եմ, որ մեծամասնականը իր նպատակին ոչ միայն չի ծառայում, հələ մի բան էլ նավսում է մեր երկրի ապագան։ Բայց ախր եթե հիմա որոշենք, որ սահմանադրությունը փոփոխում ենք, պետք է հանրաքվե անցկացնել, չէ՞։ Դա սովորաբար անում են հենց մոտակա համապետական ընտրությունների հետ միասին, այսինքն ԱԺ ընտրությունների հետ։ Այսինքն մեկը այս անգամ մեծամասնականը մնալու է, չէ՞։ Բայց գուցե հենց հանրաքվեի հարցը դնենք, որը ինչ որ շանս ունի անցնելու։ Փոխանակ խոսում ենք ինչ որ անկապ անիմաստ անհնար բանի մասին։ Իդեպ անհնար բաների մասին։ Ոչ թե 41, այլ 131 ընտրատարածքների ընտրացուցակներն էլ կազմել ըստ այդ բենական կարգի։ Մարքսիստ Հակոբյանն է պնդում, հենց դա է 21-րդ դարի ընտրական իրավունքի հայեցակարգը։ Այդքան մեծ գայթակղություն ունեմ ազգային ժողովի падգամավոր լինելու, ես կպատասխանեմ, ավելի լավ եմ զգում ինձ լինել գեներալիսիմուս, քան այսպես կոչված տրվովի գեներալ։ Չէ, հոպ, չէ, այս անգամ չենք թողնի սենց ամպագորգոր բարդ բառեր ասեք ու հեշտ պրծնեք։ Ամեն անգամ ժողովրդին թյուրիմացության մեջ է գցում ձեր Հուլիոս Կեսարներով, Էնգելսներով, Ամինհոտեպներով, ուրեմն գեներալիսիմուս,
գեներալի շատ ավելի բարձր կոչում է, պարոն Հակոբյան։ Այդ անալոգիան իմաստ ունի, մենակ եթե ավելի ցածր պաշտոն եք մեջբերում։ Օրինակ, ավելի լավ է սերժանտ լինել, քան տրվովի գեներալ։ Ձեր ասածը մոտավորապես սա է։ Ավելի լավ է լինել առողջ ու հարուստ, քան աղքատ ու հիվանդ։ Բայց այբենական կարգով ընտրացակ կազմելը հանճարեղ պարզապես։ Բայց լավ, շարունակենք մեր անհնար բաների թեման։ Օրինաց երկիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի համոզմամբ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում օրինաց երկիրը մեծացնելու է իր ներկայությունը ազգային ժողովում։ Ես հələ բան չունեմ ասելու, շարունակեք։ Մոտեցումը շատ հստակ է։ Մենք վստահենք մեր հաղթանակի հետ, մենք վստահենք մեր հաղթանակի մեջ, մենք անպագորգոր ուրեմն հայտարարություններ չենք անում։ Մենակ ես նկատեցի, որ այս նախադասության մեջ երկու իրարամերժ բան ասվեց։ Միակ պատճառը, որ օրինաց երկիրը դեռ ազգային ժողովում է, դա այն է, որ խորհրդարանական ընտրությունները նախագահականից առաջ են, ոչ թե հետո։ Մեղադրանք համար առաջին։ Ինչու Արթուր Բաղդասարյանը չմիացավ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Պատասխան, իսկ ինչու պետք է միանայի Լևոն Տեր-Պետրոսյանին, մի գորշի, որը ամբողջ նախագահական ընտրությունների քարոզարշավից առաջ եւ ամբողջ քարոզարշավի ընթացքում անվանարկում էր ինձ եւ իմ թիմին, ընդհանուր ինձ անվանելով ազգի դավաճան եւ ոչ մի անգամ, այլ մի քանի անգամ։ Պարզապես ձեր կուսակցության երկրորդ դեմքը հայտնվում էր Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին, հետո դուք էլ էիք Սերժ Սարգսյանին անխնա քննադատում, հետո չէ՞ լավ, այսքան ժամանակ չունենք։ Եվ այսպես հայ ոստիկանների մի մասը շուտով կունենա նոր համազգեստ։ Ու սա ոչ մի կապ չունի նրա հետ, որ Ռուսաստանում էլ են փոխում համազգեստները։ Նոր համազգեստը միանգամից զգուշացնում եմ, ահագին տարբերվում է հնից ու շատ տարբեր էմոցիաներ է առաջացնում, ոմանց դզում է, ոմանց չի դզում։ Հիմա թող յուրաքանչյուրը գտնի իր տեղը դզողության սանդղակի մեջ։ Սա է։ Ապագայի մասին պատմող գիտա ֆանտաստիկ ֆիլմերից ոնց որ լինի, բայց դա լավ է, չէ՞, 21-րդ դարն է վերջ-վերջո։ Տեսնում եք նաև դեղերի տուփ ունի, այսինքն թեթև բուժօգնություն կարող են ցուցաբերել պետք եղած ժամանակ ոստիկանները, օրինակ եթե գլխացավ ունենաք, կարող եք ոստիկանից ասպիրին խնդրել փողոցում։ Եվ իհարկե աղավնին խորհրդանշում է խաղաղություն, բայց հանցագործների դեմ հուսով եմ մեկը կպայքարեք, չէ՞։ Ավելի մանրամասն համազգեստներից կխոսենք մեր հյուրի հետ։ Իսկ մեր հյուրը այսօր ոստիկանության ռազմագեղարվեստադիզայներական բաժնի պետ, մոդելյեր կամ մոդելյոր։ Չէ, չկա տես բառ մոդելյոր, ինչ հաշկում մոդելյոր։ Ուզում ես, եթե նորմալ հայերեն ես ուզում, ուրեմն մոդելավորող, մոդելյոր, տես բառ ոչ մի լեզվում չկա, ոչ մի։ Ցավոտ թեմա է երևի։ Հա, ցավոտ թեմա է։ Կուտյուրիե։ Այսօր ամեջն է Կուտյուրիե, Մինաս Սիսակյանը, բարև ձեզ Մինաս։ Բարև Նարեկ ջան, կարելի է ուղղակի Մինաս կամ Միսիկ։ Ուրեմն իդեպ ասեմ, որ փողկապը լավ չի ընդգծում քո բնական գույները, եթե մի քիչ sense թուլացնես։ Սա ուրիշ, այսինքն շատ լավ է։ Խոսափողը փոկեցիք, բայց ոչինչ։ Շատ լավ, ինչու որոշվեց փոխել ոստիկանության համազգեստը եւ ինչի այդքան սեքսի համազգեստ ընտրվեց, ինչի այդքան ուշադրություն գրավող համազգեստ։ Չէ, ախր Նարեկ ջան, դա համընդհանուր թյուրիմացություն է, իրականում ամբողջ ոստիկանության համազգեստը չենք փոխում։ Պարզապես մի նոր ստորաբաժանում է լինելու ոստիկանության մեջ, որը կլինի սարսափելի բարձրաճաշակ։ Ինչու։ Պարզապես փորձում ենք փոխել ոստիկանության իմիջը։ Փորձում ենք բացատրել մարդկանց, որ այո, ոստիկաններն էլ կարող են լինել համարձակ, սեքսոտ եւ գրավիչ։ Եվ փորձում ենք հասկացնել մարդկանց, որ ոստիկանները ոչ միայն զանցագործներին պատժում են, այլ նաև կարող են անհրաժեշտության դեպքում, ասենք, ծառից փիսո իջեցնել, օգտակար լինել ընդհանուր մարդկանց։ Լավ, ինչ մասերից է բաղկացած այդ համազգեստը։ Կլինի ուրեմն վերնաշապիկ, որը կընդգծի ոստիկանի իրանը եւ կենտրոնում կդնի կրծքավանդակը, որը կլինի մանուշակագույնի մեջ։ Մի րոպե, ինչի ոստիկանը պետք է հագնվի մանուշակագույնի մեջ։ Նարեկ ջան, չնեղանաս, բայց դու չափազանց քյարթ ես, որպեսզի նման բաներ հասկանաս եւ կարծես գարուն ամառ հավաքածուն ընդհանրապես այդ միտումը շրջանցել է քեզ։ Այսպեսով կլինեն նաեւ կաշմիրից բայց քիփ շալվարներ, որպեսզի ոստիկանների ոտքերը չմրսեն, բայց միևնույն ժամանակ լինեն ընդգծված եւ մի կողմից լինեն էլեգանտ եւ մյուս կողմից համոզիչ։ Համոզիչ լինեն օրինազանցներին սանձելիս։ Նարեկ ջան, կլինի դու ընդհանրապես չխոսաս այս հարցազրույցի ժամանակ։ Չէ։ Լավ, չէ, դրա համար չէ, ուղղակի որպեսզի երբ ոստիկանները քայլեն հյուսիսային պողոտայով, օրինազանցները տեսնեն ու մոռանան բոլոր օրինազանցությունների մասին։ Ընդհանրապես բոլոր օրինազանցների ուշք ու միտքը լինի ոստիկանների ոտքերը։
Լավ, իսկ ինչ-որ զենք, զինամթերք այդ նոր համազգեստի հետ կունենան ոստիկանները։ Այո, բոլոր ոստիկանների մոտ կլինի կաշվեճի պոտ, որպեսզի բոլոր չարաճճի օրինազանցները իմանան, թե ինչ է նրանց սպասում, եթե օրինազանց են ուրիշ էլի տենց չարաճճի բաներ կլինեն ոստիկանների մոտ, օրինակ բոլորի մոտ կլինի ձեռնաշղթաներ, ընդ որում իսկական ձեռնաշղթաներ, բացի դրանից կլինեն ուրեմն բերետներ, մանուշակագույն դարչինի համով։ Լավ, այսինքն այդ էլիտար ոստիկանական ջոկատը պաշտպանելու է էլիտար կարգ ու կանոնը, հա։ Այո, նոր ոստիկանները կլինեն ավելի մտերմիկ։ Նրանք ոչ միայն կկարողանան քաղաքացիներին, մոլորված քաղաքացիներին բացատրել հասցե ինչպես հասնել այստեղ կամ այնտեղ, այլ նաև կկարողանան զրուցել Lady Gaga-ի վերջի ալբոմի մասին, եւ ընդհանրապես նորաձևության վերջի լուրերը կկարողանան քննարկել, ահագին շփվող եւ այդպեսի։ Լավ, շատ բարի, ինչ որ բան կուզենայիք ասել մեր քաղաքացիներին, որպեսզի հոգեպես պատրաստեք իրանց, որ լինելու է այսպիսի էլիտար ջոկատ ոստիկանության։ Այո, իհարկե, սիրելի քաղաքացիներ, խնդրում ենք չնեղացնել մեր նորավոճ ոստիկաններին։ Նրանք շատ փխրուն եւ զգայուն են։ Ձեր ամեն թթու խոսքի պատճառով նրանք կարող են նեղանալ ու ամիսներով չխոսալ ձեզ հետ։ Լավ, շնորհակալություն Մինաս, միսի քարտ, ինչ տարբերություն։ Վերջում դիտեք վիդեոբոցը։ Մեզ խանգարում է այդ մեքենան։ Դե հիմա ծառն էլ է խանգարում, քո ծառը չեք հանելու ծառի տակով անցնեք։ Ծառը այգու համար է, հենց ծառը իր նպատակային նշան։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight. You know where that shark bites with his teeth, dear, scarlet billows.